Այսօր ժամը 9:30-ի սահմաններում Փամբակ գետում դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 7-ամյա Նարէ Մարտիրոսյանի մարմինը։ Մյուս քրոջը 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները դեռ շարունակում են։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ժամը 14:45-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել 2 երեխաների խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17:05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, ըստ որի 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Որոնողական աշխատանքները տեղում համակարգում էր Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Ներգրավված են փրկարարծառայության և ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործում են նաև նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։ Այս պահին դեռ շարունակվում է 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։